Ժորա ձածա բարլուս։ Ես դու ինչ ես ես տխուր, չլնի դու էլ ես սիրա արվել։ Թե, ես հիաստապվել եմ։ Ումից, կնոյչից էդ։ Թե, ես դպրոցից։ Ես դպրոցից ինչ ես հիաստապվել, ժորա ձածա։ Ժորա ձածան ես չեմ, ժորա ձածան այնքն է։ Ոսով է։ Ժորա ձածանա։ Մա, սաղ դպրոցը մեր կամերաներ են տեղադրել, որ երևա ով ուրա գնում։ Լուրջ ես ասում։ Վաղը մեզ օրան ինձ են ասելու դավայ, դասվիդանիա։ Չեն հասկանում, որ ոչ մի կամերա չի կարա փոխարինի պահակին։ Լավ ասեք վաղը մի հատ երեխա եկավ, ասեք ջերմություն ունեմ, կարելի է մի քիչ շուտ գնամ տուն։ Այս կամերան ձեռը դնելու երեխու ճակատին ու ասի ջերմություն չունես, սիմուլյատություն ես անում գնաց ասի, կամ է ձմերը։ Այդ երեխեքին կամերան ասելու ցեխերը ոտերի լավ մաքրեք, դպրոցը ցեխ չանեք, թե կամերան Կարախանյանի համար տաքսի զանգելու, հե՞։ Ուրանը, որդորի գան։ Շերս ես չի դարնում, ես պատվալի կամերայի հարցը պտի մի ձև լուծվի, բայց ինչ անեմ, անա։ Պրո, լարին։ Լավ էլ ինկեր Թոմասյան, հավես չունեմ խոսալու։ Լսի լպրոմ, ես գցեցի բռնեցի ու հասկացա, որ քեզ տխուր չի սազում, դրա համար ուզում եմ քեզ օգնեմ։ Հա, ու ոնց եք օգնելու։ Նայ, հիմիկվա աղջիկները սիրում են, որ իրանց հավանող տղեն լինի հարուստ, լավ ավտո քշի։ Չաղ տղեն, առանց լավ ավտո, ելնում է ուղղակի չաղ տղա։ Իսկ չաղ տղեն լավ ավտոյով, ելնում է հարուստ, թեթև լիքոց սիմպո տղա։ Հիմա ես քեզ դասերից հետո մեկ լավ ավտո եմ տալի, այդ հավանածդ աղջկան ճանապարհում ես տուն։ Ոնց է։ Լուրջ եք ասում, ինկեր Թոմասյան։ Բա, հավանած աղջիկ ենք խոսում, բայց մի բան է դու բուդի մամարանես պրո։ Ինչ։ Իս պետք է, որ բուֆետում մտ ուժեղ կռիվ սարքես։ Բայց ինչի համար։ Նոր ասեցի, որ լավ ավտոյով քո ուզած աղջկան ճանապարհես տուն։ Ահա, չկա ինկեր Թոմասյան։ Բա ինչ ավտո եք տալու։ Այդ հետո կորոշենք, դու գնա։ Ես է տենամ ուսուշանություն ոնց եմ այդ կռիվ սարքել։ Վիկա, ես քեզնից չի, թե չես նկարում ուտելիքդ գցես ինստագրամ։ Որովհետև ես խաչապուրիա, ու ես նկարը հազիվ 10 լայք հավաքի։ Երևի այդ 10 լայքովներն է վրացի պատպիսչիկներն է, չէ՞։ Անի ջան, ես հաթուռը ազատ, հա։ Կամը ծապեշ։ Ես իմ համար նստած եմ։ Դե ուշադիր նստի։ Ես իմ համար նստած եմ, քայլողը դու ես, դու պիտի ուշադիր լինես։ Չէ, դու ոնց որ արդեն ուրիշ կողմ ես, հա տանում ես խոսակցությունը։ Հանգստացի։ Չես խեղճ երախուն տանջում, անօգնական մարդ ես տեսել, հարցակվել ես վրե։ Անի ջան, ես խեղճ չեմ, դու ինձ լավ չես ճանաչում։ Արի ասեմ այդ տղա։ Աղքիդ ես, աշկերից դեմը սևացավ։ Ես ես զգուշում եմ, հա, ես ես զգուշում եմ, Բարի թող լավ չեմ զգում ինձ։ Բգո, ես ինչ շուխուր են անում դասանցիներդ, փոխանակը հանգստացած մի հատ էլ ընկերուի դրեն նկարում է։ Ապեր, իմ ընկերուին ինչ ուզի է նկանի, քո ինչ գործն է։ Ոնց իմ ինչ գործն է, ստե նստած եմ այդ շուխուրը հաճելի չի ինձ։ Հաճելի չի կարաս գնաս, նես չի որ ձեր ներկայությունը ինձ թե հաճելի է։ Հեսա դուստուց կեթաս։ Սպոկոյն ես խփում։ Հանգստացեք, երեխեք։ Հանգստացեք հլը, ում հետ է։
վիճակը։ Это что за кашкшу? Բա Սիլվա Անդրանիկովնա, որ ասում էի բուֆետը վտանգավոր տեղ է, հիմա ոնց իմանանք ով է սկսես ամեն ինչը։ Այ որ մի հատ տեսախցի կլներ, մի անգամից կտենենք ու մեղավորը մի անգամից պալզ կդառնար։ Ճիշտ եք ասում։ Անպայման բուֆետում պետք է տեսախցիկ դնենք։ Դե, մանանենք այդ նկուղի դիմացի տեսախցիկը բերենք, տեղադրենք ստեղ։ Չէ, նկուղում նույնպես սոսկողություն է պետք։ Մենք Միջանցկի տեսախցիկը կբերենք ու կտեղադրենք բուֆետում։ Սիլվա Անդրանիկովնա, Շնորհակալություն, կարիք չկա։ Ես ամեն ինչ անում եմ դպրոցի համար։ Կարախանյանին ասենք, որ զբաղվի դիլամի տեսախցիկը։ Իսկ ես դեպի սենյակ դպրոցի հիմը շարունակեմ։ Այսօր ամբողջ օրը սրանով եմ զբաղված ու 4-րդ տողի 3-րդ բառը չեմ կարողանում գրել։ Անդո հետդ գործ կա, մի հատ պիջակ ես հագնում ու շուտ գալիս ես դպրոց։ Յա, ես չլնի աղջիկ ես ճարի իմ համար դպրոցից։ Սկզբում կամ դպրոց, հետո դպրոցից մի անգամից զաքս։ Անդո, քո ամուսնանալուն հələ մի 20 կիլո էլ ունես նի արելու, ուրիշ գործ է։ Ապեր, բայց ես մի հատ պիջակ ունեմ ու հետո չեմ կարա հագնեմ։ Ինչի։ Դե որովհետև առաջինը ռոզովի է, երկրորդն էլ երկրորդ դասարանում եմ հագել։ Մարդ ես, կարող է փոքրացած լինի վրաց։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ, կարամ մամայի պիջակը հագնեմ։ Լավ, դե դի ուրեմն հագնում ես, մի հատ օպտիկական ակնոց ես դնում, մի հատ պարիկ ես ճարում, գալիս ես կասեմ ինչ պետք է անենք։ Լավ, Ռոբ ջան, ապեր, բայց ես անգամ լուսամուտից դու չես գցի, չէ՞ ինձ։ Դու էլ գարաժից քեզ գցի դպրոց, մնացածը տեղում կհասկանա։ Ասի արա, կամերա ես տեսախցիկ ես ինչ ես, ես եկել ես իմ տեղս բաղացնես, հա? Շո, վաղվանից ես չեմ գա դպրոց, կգաս կակտուսները դու կջրես, այս շոչերի մեջ էլ ջները դու կլստես, որ երեխեքը ֆիզկուլտից հետո կան խմեն, բա դու գիտես պահակի գործը այդքան հեշտ է, այ ջահել, պահակը պտի միշտ հոտ էտնի, մի հատ ձեն լսվի, և ասելով է դասի, էտ ինչ է, հագաս մեկտում եք է դպրոց պտնի, պտի գնա ասի, հալա մի հատակը դուրս եք եք ստեից, անա, կարաս էտ կան բանանես, յալդե չես կարա, յալդե չես կարա, Շոռաջա, մի քիչ լավ չեմ կարող գնալ տուն։ Ինձ են չես հարցնում, իրան հարցնում։ Իրեն ոնց հարցնում։ Ոնց ուզում ես հարցնում։ Ինչ։ Ուզում ես ես հարցնեմ։ Շեզերը լավ չի, կարա այդ ատուն։ Հայմեց, ձեն չի անում։ Լռում է։ Ինչ, լռությունը համաձայնության նշան է։ Լեզոր կարաս գնաս դու։ Արմին ապը։ Հնետար։ Հնետ ես դասարանում ովքեր են ուզում գնան տուն։ Բոլորին ասეთ հոգան։ Մեկա թողում է։ Եկեք գնացեք տուն։ Գնացեք։ Տղա Ժորոջան գժվել է, կամերայի հետ է խոսում, սաքսը տուն է թողում։ Ազգային ժողով է, ու կտեսնենք, թե ում ասածով է լինելու, ձեր, թե մեր։ Զանգեք, ում ուզում եք զանգեք, ես ձեր ամուս դուրս չեմ վախենում։ Ու ասեմ ով է այստեղ։ Ասեք, կոռուպցիոն բաժնից Չիլինգարյան Վասպուրն է։ Ալո, Աշոտ։ Ասիլվա։ Հա, Աշոտ ջան, այստեղ ինչ-որ կոռուպցիոն բաժնից են եկել ու ասում են, որ այդ տեսախցիկները
իրենց ասած տեղում պետք է տեղադրենք։ Ես հիմա ուզում եմ հեռախոսը իրեն տամ, որ դու այն բանից ասես։ Помнишь, գայշնիկները, որ ինձ կանգնացրել են, իրեն հեռախոսը տվեցի, դու ինչ-որ բան ասացիր, ինքն էլ ինձ հետո ասեց բարի ճանապարհ։ Եկել է, իր անունը ինչ է։ Ինչ է ձեր անունը։ Չիլինգարյան Վասպուր։ Չիլինգարյան Վասպուր։ Ոնց թե Չիլինգարյան Վասպուր։ Միտուր, էդի կոռուպցիոն բաժնի ամենավտանգավոր դեմքն է։ Մենակ ես ամիս գիտես քանի հոգու է բացահայտել ու գործից հանել տվել։ Նախարարներ, դպրոցի տնօրեն, ես իր հետ գործ չունեմ։ Ինչ ասում ա արեք, ծերի թող գնա, գործ չունեմ։ Ладно, хорошо, пока։ Իմ ամուսինը ձեզ ճանաչեց եւ նույնիսկ բարևներ ուղարկեց։ Հասկացա։ Հիմա ինչ ենք անում տիկին։ Խնդրում եմ հավաքեք այդ տեսախցիկները եւ տարեք ուրիշ դպրոց, որտեղ ինչ-որ կասկածներ ունեք։ Իսկ իմ դպրոցը շատ պատշաճ состояние, այնպես որ մենք տեսախցիկի կարիքներ չունենք։ Լավ։ Դե ուրեմն։ Ստորագրեք ես թղթի վրա, որ դուք հրաժարվում եք տեսախցիկներից, որ մենք էլ քանդենք տանենք։ Բայց այս թուղթը դատարկ է։ Ոչինչ, դուք ստորագրեք, մենք վերևը բառերը կավելացնենք։ Չհասկացա։ Ընկեր Ղարախանյան, ստորագրեք։ Անդո, բայց դու ինչ բախտավոր ես։ Ոնց պատական ասեցի Չիլինգարյան Վասպուր ու ճիշտ դուս եկար։ Այ ես նման եմ պատահական բան ասում եմ։ Այդ Չիլինգարյան Վասպուրը իրոք կա։ Ու իր շոֆերը միշտ ավտոն իր մոտ է սարքում։ Շեֆից էլ լիքը բաներ է պատմում։ Նենց բաներ գիտեմ իր մասին էլ դուսուս։ Մալադեց։ Դու իմ գարաժին մի աչքով ես նայում։ Այնքան գաղտնի բաներ եմ ընդեղ իմանում։ Ես վերջերս գիտես ինչ եմ իմացել։ Ինչ։ Թոփակը իրականում չի մահացել։ Էդ ումից ես իմացել Թուփակի շոֆերից։ Չէ, էլի Չիլինգարյանի։ Հնջարդեն հունից անիրալա, կամ ես կամ դու, այդ դուրյան չես արա, մսում ես արա։ Ուրով է ժորացա։ Մի խարնվի, ստե իմ ու իրա թեմանա, մի խարնվի։ Ժորածա, ես այլստը չիլնելու։ Ոնց։ Ուրեմն նախարարությունից համապատասխան մարմինը, այս կոստով լիքոտ մարմինը, եկել է, որ ես բոլոր տեսախցիկները հավաքի ու հանես դպրոցից։ Լուրջ ես։ Լրիվ լուրջ։ Այ մարմի ջան ես իր լավ բան ես անում, ծավետ անում, այ մի հատ մարմինդ պինդ գրգեն։ Հաշ ջան, գալիս ես քեզ տանեմ տուն։ Այս քո մեքենան է։ Էա, բա ուրիշի ավտոին չեմ հենվել։ Տանեմ։ Հա։ Դե նստի։ Գատակ եմ անում, մենք կոմից նստի, հոտու չես քշելու։ Չեն գնում բա։ Ուզում եմ ավտոյից ձենել լսես, հաշ ջան։ Չեն գնում։ Դե ուզում եմ ավելի լավ լսես, էլի ձենը, հեսա կգնանք։ Ռուչնայը իջացրած չի։ Այ ապրես, ես քեզ էի ստուգում։ Սիրում եմ, որ կողքիս աղջիկը ուշադիր է լինում։
Այս չատկերը ինչի միացրեցիր։ Դրսում անձրև չի գալիս։ Աշջան, ես եղանակից ով է գլուխ անում։ Մեկ էլ տեսար եկավ, ասացի միացնեմ պատրաստ լինենք էլի։ Aşkım, ես ինչ արեցիր, այ հիմար։ Շեն չգիտես մինուս գիրույթը։ Աշջան, բայց հա,